Դուք քանի որ ինձ թույլ եք տվել այդ թեմայից խոսել, չէ, կարևոր որ հիմա եւ ամենաշատը գոտեպնդող խոսքի կարիք կա։ Մարդիկ շատ ցավեր ունեն, չարտահայտված, իրենք իրենց մեջ պարփակված։ Հիմա էլ քաղցկեղն եք հաղթահարում, տարբեր բաներ հաղթահարել եք, սա էլ կհաղթահարեք։ Ինչը կուզեիք որ փոխվեր, ինչպես ավելի ճիշտ կլիներ, որ լիներ վերաբերմունքը, որ մարդը ավելի հեշտ անցներ այս ճանապարհը։ Ինչ կարող է հասարակությունն անել։ Ամենասկզբում, երբ որ նոր էր բացահայտվել, երբ իրենց համար նոր էր հայտնի դարձել, մարդիկ զանգարում էին, չգիտեին ինչ տոնով խոսել։ Վայ, Արմինե ջան, էս ինչ վատ բան է պատահել քեզ հետ, այդ ձևաչափով։ Դա ամենասխալն է։ Հա, բայց այդ մարդիկ չգիտեն ոնց խոսեն, որովհետև մենք ենք այդպեսին, հասկանում եք, մենք ինքներս ենք մտնում այդ դրամայի մեջ։ Իսկ ես միանգամից խոսում էի ոգևորված ձայնով, ես ասում էի, ես մարտական եմ տրամադրված, անհոգ եղեք, ամեն ինչ շատ լավ է։ Հիվանդանոցում եղած ժամանակ ես մուլտիկ էի նկարում իմ երկերի հոլովակներից մեկի համար։ Չկա որևէ մարդ, որ գոնե փոքրիկ հնարավորություն ստեղծագործելու չունենա։ Կապ չունի ինչ ստեղծագործել, անձեռոցի կծալեք, անպայման ինչ որ մի սիրուն բան ձեր գլխին, ձեր հագին կրեք, ձեր կրծքին սիրունիկ բրոշ դրեք, որովհետև ամեն օրն է թանկ, մենք չգիտենք թե իրականում մեզ տրված ժամանակը որքան է եւ պատճառը այս աշխարհից հեռանալու ինչը կլինի։ Փուճուրիկ ծաղիկած պատշգամբի վրա ջրեք ամեն օր։ Ես այնքան սիրուն ծաղիկներ ունեմ եւ իմ աշխատանքի կաբինետում եւ իմ տանը մանուշակներ են, որ ծաղկում են, ու դու պիտի ուրախանաս հենց թեկուզ ամեն ծաղկած փոքրիկ մանուշակի վրա։ Կարևոր է խոսել, կարևոր է շփվել, կարևոր է ցավը ներսում չթաղել։